Հələ մի րոպե էլի, էս ինչ էր, էս որ նոր տեսա էս ինչ էր, էս լուրջ ես ասում Արամ, հա, էս ամեն ինչը ինչ որ ես տեսա էս լուրջ ես ասում, Համացանցում տեսնում եմ քո գրառումը, ցավակցում եմ, որովհետև երբ որ մարդուն ցավակցում ես, դու չպետք է նայես այդ մարդու նկատմամբ ինչ վերաբերմունք ունես, որովհետև ես քո նկատմամբ ուրիշ վերաբերմունք ունեմ, էլի ես այն բանա, ռոզվե աչքիներովից չեմ։ Ինչպես եւ մյուս անդիմությունների նկատմամբ, ես ամեն մեկի նկատմամբ իմ յուրահատուկ վերաբերմունքն ունեմ։ Ու իմ վերաբերմունքը ոչ մեկ չի կարա փոխի։ Ցավակցում եմ, որտեվ այո, մարդ է մահացել, քո հայրն է մահացել, մեր սպարապետի հայրն է մահացել։ Ցավակցում եմ ու հիշեցում եմ դնում, որպեսի պարտադիր կամ հոգեհանգստին։ Հոգեհանգստի գալուց առաջ զանգահարում եմ, որ ծաղիկ ճարեմ, շտապ բերեն, որպեսի ես կամ։ Դու պատկերացնում ես, ես չեմ կարողանում մի ժամվա մեջ ծաղիկ ճարեմ։ Կարմիր գույն, բորդո գույն, չեմ կարողանում ճարեմ։ Ուրիշ ծաղիկներ են առաջարկում, ու ես այն տեսակ մարդ եմ, որ եթե ինչ-որ մի բան չի ստացվում, ինչ-որ մի բան այդ պահին Աստված չի բերում իմ դուռը, ես ինչ չեմ պարտառոտում, այսինքն ուրեմն այդպես էլ պետք է։ Չգիտեմ խի, ես այդպիսի զգացողություն ունեցա, որ ուրեմն պետք չի, որ ես գամ, որովհետև առավել եւս ինչ-որ անում ես պետք է իրոք ի սրտի անես, կամ էլ չանես, ձևականության հետևից չընկնես։ Ուստի լսեցի իմ ներքին զգացողությանը ու չեկա ցավակցելու։ Ու հիմա հասկանում եմ ինչի։ Ու հիմա հասկանում եմ Աստված ինչ խիչը թողեց, որ ես գամ այդ հոգեհանգստին, խիչը թողեց, որ ես գամ այդ ծաղիկները դնեմ ու մի հատ էլ քեզ ցավակցեմ։ Այս սրա համար։ Որովհետև այդ հոգեհանգստի ժամանակ մի հատ խայտարակ պատմություն էր լինելու, այդ հոգեհանգստի ժամանակ, ես չգիտեմ, այդ հոգեհանգիստը ասելիք էր լինելու դարի համար։ Դու որպես մարդ իրավունք ունես իմ մասին կարծիք կազմելու, ոչ դրական, ինչպես եւ ես քո մասին, ոչ դրական կարծիք, եւ ասես, որ ջանդամին կայր, ունենց մի մեծ մարդ չես էլի, հա դե որտեվ Գարեգին բոզնա քո համար մեծ մարդ, ոնց հասկացա, ուստի քո համար մեծ մարդ լինելը պատիվ չի բերում, էլի ոնց ջոգեցի, այնպես որ արխային կարաս այդ կարծիքդ կազմես, որ ջանդամից թե չես եկել, բայց ես հիմա հասկանում եմ, խի, Աստված չթողեց, որ այդ բորդո ծաղիկն ինչ էր, ես այդ մի ժամվա, դաժե ինձ հարց եմ տալի, այ մարդպես բան չէր եղել։ Հիմա հասկանում եմ, խի չթողեց Աստված, որ ես գամ։ Որովհետև նախ դու արժանի չես։ Դու այսօր քո ամենաթանկ մարդկանցից մեկին ես հողին հանձնել, բայց այնքան ցավոտ է այս թեման, որ ես դաժե դա հաշվի չեմ առնում ու մտել եմ էսի ձայնագրում եմ։ Ես հիմա հասկացա, խի Աստված ինձ թույլ չտվեց, որ ես գամ, որովհետև եթե ես գայի ու հետո տեսնեի էս չգիտեմ, էս պոռնկությունը, ես հաստատ ինձ չէի ների, հաստատ էսի կդառնար դարի հոգեհանգիստը լուրջ եմ ասում, որովհետև ես շան լապը կլցնեի գլխիդ, ոնց որ հիմա եմ ուզում լցնեմ, որովհետև սա քաղաքական պոռնկության գագաթնակետն է արդեն, սա արդեն չգիտեմ ես սրա անունը ինչ դնեմ, հեսա կարող ասես, եթե մարդ է մահանում գալիս են ցավակցելու չի կարելի, թշնամանք եւ այլն են տրֆս, ինչ չի ուզում դա արա,
Ինչ չի ուզում դա։ Абсолютно չի ուզում։ Դու կարայր այդ եթիմին, հա, այդ կտրիչ պղծին, ընդուներ ձեռը, սեղմեր, ընդուներ իրա ցավակցանքները, էլի, խացա այդ նույն կտրիչը քո աղբորը սպանողներից մեկն է եղել։ Սա իմ կարծիքն է։ Ինձ հետաքրքիր է Քոչարյանն էլ այ այդպես կզել ես դեմը, հա, ինձ իրոք էլի սենց սա ներսը սեփում է։ Էլի ձեռը սեղմեիր, որպես մարդը մարդու։ Այդ խիկ կզարդեմ, արա։ Արա այդ մասին ինչ է, այդ պայն ինչ էիր մտածում, որ կզում է իր դեմը։ Արա ուղիղ հարց եմ քեզ տալիս։ Какого черта, какого хера ты вообще? Հարց եմ տալիս քեզ ուղիղ։ С какого пуркуа вообще դու հայտնվեցիր Նիկոլ Փաշինյանի կողքը, մի sense փաթաթվեցիր, մտար եկեղեցի։ Դու ոչ գիտեիր ինչի համար ենք մենք ընդ հավաքվել։ Մենք ընդ հավաքվել ենք պատարական ենք, որ այդ պղծի անունը չտան։ Ու դու եկե միացել ես դե։ Քո գյուղում ես էլ եմ ընդեղ եղել։ Դու ինձ տեսել ես։ Խեյր եկե այդ պատարակին, որ հետո գայր sense կզեիր դեմը, լուրջ ես ասում, արա։ Արա այսով եք դուք։ Այս ժողովուրդ կարող է իմ հետ մի բան է ինչի, ես իրոք չեմ կարող հասկանամ։ Արա ոնց են սրանց մոտ ոնց է ստացվում է, էլի ես իրոք չեմ կարող։ Չեմ կարող, իմ ուղեղը չի ընդունում, իմ սիրտը չի ընդունում, իմ գիտակցությունը չի ընդունում, ոնց կարա տենց լինի։ Գալիս ես եկեղեցի պատարակին, որտեղ պայքարում ենք պղծի դեմ, պիղծը գալիս է քեզ իբր։ Էդ էլ գիտենք, Չեխիա գալիս։ Նա ցավակցելու ի վիճակի չի, նա լրիվ ուրիշ սուշնեսցա։ Նրա էությունը ուրիշ է։ Դու էլ գիտես էդի։ Ու գիտենալով հանդերձ, իրա դեմ պայքարելով հանդերձ, իրա պատարակին պայքարելով հանդերձ, հաջորդ օրը կզում ես դեմը։ Արա չջոգի ես։ Դու գիտես խի հարգանք չունես, Սարգսյան։ Դու գիտես խի հարգանք չունես, որտեվ քո հողը դնելուց հետո, աղբորդ հողը դնելուց հետո, դու անցար Քոչարյանի տակ պաշտոնի, սաղ էդ են ասում։ Ու ես ոնց հասկացա, մոտդ պրիվիեջկա է էլի ձևավորվի, ինչ որ ազգականի հողը դնելուց հետո, սրանց տակը կզելը, սրանց դեմը կզելը, ինչ որ սովորություն է մոտդ առաջացել, ջոգում ես, թու բլեď, ես իրոք, ես հիմա նենց շոկ եմ ապրել, չգիտեմ, no comment, ու է ժողովուրդը չլինի Նիկոլ Փաշինյանի թիկունքին, մեր պետությունը կորած է, որտեղ ոչ ընդդիմություն ունենք, ոչ չընդդիմություն ունենք, ոչ իման չունենք, չունենք, մի հատ Նիկոլ ունենք, իրա թիմով, որոնք պայքարում են առավոտի ծիրիգուն, որ այս երկիրը երկիր դարձնեն, մնացածդ, ավելի լավ ասուս մնամ, չէ, ես 50 գրամ պետք խմեմ, 50 գրամ խմեմ, մի քիչ ներվերս հանգստանա, որպեսի էլ ավելի ես ձեր հասցեն քարտեզի վրա ցույց չտամ։